37 միլիարդ բռնագանձում պետբյուջեի օգտին 21 միլիարդ 600 միլիոն, ֆիզիկական անձանց օգտին 1.5 միլիարդ և իրավաբանական անձանց օգտին 8 միլիարդ 800 միլիոն։ Ուզում եմ ներկայացնել, որ համեմատականները 2013 և 2014 թվականների միայն ընդգծեմ, որ պետբյուջեի մասով, եթե 2013 թվականին 3 միլիարդ 459 միլիոն բռնագանձում և վերականգնում է տեղի ունեցել, ապա 2014 թվականին այդ թիվը կազմում է 21 միլիարդ 600 միլիոն։ Սա բնականաբար աննախադեպ ցուցանիշ է և խոսում է նաև ոչ միայն բռնագանձված գումարի, նաև այստեղ պետք է համեմատական անցկացնենք աշխատանքի ծավալի վերաբերյալ։ Աշխատանքի ծավալը, եթե 2013 թվականին եղել է 120,000 վարույթ, մոտավորապես 123,000 վարույթ, ապա 2014 թվականին եղել է 471,000, այսինքն 4 անգամ մենք ավել աշխատանք ենք ունեցել անելու և նաև դրանով է պայմանավորված աննախադեպ բռնագանձումների աճը։ Չի սխալվում այն մարդը, որ չի դուրս գալի տանից, ով որ ինչ-որ բան չի անում, միայն նա չի սխալվում։ Բացթողումների շարքին ուզում եմ շեշտադրել հետևյալ լուրջ բացթողումը, որ մենք ունեցանք, դա հետևյալն էր։ Մենք պետք է ակնկալեինք այն խնդիրը, որ կարող էր տեղի ունենալ և տեղի ունեցավ, խոսքը վերաբերվում է բանկերի կողմից ամբողջ հաշիվների սառացմանը։ Եթե դուք հիշում եք, ամառվա այն ամիսներին, որ մեր քաղաքացիների զգալի մասը հանգստի ռեժիմում է գտնվում, այսպես ասեմ, արտերկրում է թեկուզ գտնվում, մենք ունեցենք խնդիրներ, որ մարդկանց հաշիվները փակվում էր և մարդիկ մեծ խնդրի, ֆինանսական խնդրի առաջ էին կանգնում, իսկ վերլուծելուց և ստուգելուց հետո տեսնում էինք, որ ինչ-որ չնչին գումարների համար փակվել է ամբողջ հաշիվները։ Սա իհարկե լրջագույնս խնդիր էր և լրջագույնս մեծ պրոբլեմ էր։ Դրա համար վարչապետի հանձնարարականով ստեղծվեց խումբ, բոլորդ հիշում եք, և այդ խումբը կարողացավ արագ կերպով լուծել այդ խնդիրը և բոլոր շահագրգիռ մարմինները արագ արձագանքեցին և փառք Աստծո, որ մենք կարճ ժամանակում այդ խնդրի լուծումը տվեցինք։ Գիտեք ինչ, ինչի այդ խնդիրը, պետք էր պարզապես մտածել, հասկանալ, որ կարող է այդ խնդիրը առաջանալ և այդ խնդրի մասին պետք է ժամանակին բարձրաձայնել, ժամանակին պետք է խոսել և նաև ուսումնասիրել, թե ինչից կարող է այդ խնդիրները առաջանալ։ Իսկ այդ խնդիրը ընդամենը առաջացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ համակցված լինելու պատճառով։ Այսինքն մարդիկ մեղավոր չէին։ Իհարկե մեղավոր չէին։ Տեղ մեղավոր հարկադիր կատարման ծառայությունը, որ ժամանակին չէր ուսումնասիրել այդ խնդիրը, որ կարող է լինի, և ես բազմիցս ասել եմ, բանկերը, որ արագ չկարողացան այդ խնդրի լուծումը տալ։